5 տարի առաջ ընդունվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը։ Իրավաբանական համայնքը այդ օրենքի ընդունումից հետո հայտնեց, որ ներդրվող ինստիտուտն ակնհայտ հակասահմանադրականության խնդիր ունի։ Օրենքն էլ հակաիրավական ու խնդրահարույց տարր։ Քրեական գործեր հարուցվեցին։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով անցնող անձը մեղադրվում էր օրինակ մի հանցանքի համար, որը ենթադրաբար կատարվել էր 2014-ից 15 թվականներին, բայց որոշվում էր, որ նրանից պետք է գույքը բռնագանձել, որը ձեռք էր բերվել օրինակ 1995 կամ 2003 թվականներին։ Այդ գույքը սակայն որևէ կապ չուներ հանցագործության դեպքի հետ։ Ընթացակարգային մի շարք հակաիրավական ու խնդրահարույց տարրեր ունեն։ Այս 4 տարիների ընթացքում հարուցվել են 100-ից ավելի հայցեր, որոնց շրջանակում մի անձ չի անցնում, ընտանիքներ են անցնում։ Լրջագույն խնդիրը պրակտիկայում մեզ հանդիպող այն հանգամանքներ հանդիսանում, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով անձը մեղադրում էր օրինակ մի հանցանքի համար, որը ենթադրաբար իր կողմից կատարվել էր 14 կամ 15 թվականին, բայց նրանից ուզում էին բռնագանձել գույք, որը ձեռք էր բերել 1996 կամ 2002 թվականներին, ու բնականաբար այդ գույքը որևէ կապ չուներ հանցագործության դեպքի հետ։ Հիմա Սահմանադրական դատարանը ընդունել է որոշում, որով այսուհետև ենթադրաբար ապօրինի գույքը բռնագանձման է ենթակա, եթե այն ուղղակի կապ ունի անձին վերագրվող հանցանքի հետ։ Այսինքն, եթե անձը մեղադրվում է 2015-16-ի ընթացքում կատարած որևէ հանցավոր արարքի հետ, այդ գործի շրջանակներում քննվող ապօրինի գույքը պետք է ուղղակիորեն կապ ունենա տվյալ հանցանքի ու տվյալ ժամանակահատվածի հետ։ Իրավաբան Մելոյանի ձևակերպմամբ ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում մի քանի քրեական գործերի վերաբերյալ արդեն որոշումներ կան։ Հենց այն հայտնի Range Rover-ի դեպքը, որ ինքը հրապարակել էր, որը բարձվեց $10,000 չգերազանցող հին մակնիշի Range Rover-ի մասին էր խոսքը, որ անգամ պիտանելիության խնդիր է ունեցել։ Մի քանի գործի շրջանակում այո, որոշում արդեն կայացվել է։ Եթե որոշումը այնպիսին է, ինչպես մենք պատկերացնում ենք, դատախազության ողջ պրակտիկան ապօրինի ծագում ունեցող գույքի գործերով կապված փոփոխության է ենթարկվի եւ նորովի վերանայման է ենթակա։ Սահմանադրական դատարանի որոշումը դեռ պետք է հրապարակվի ամբողջությամբ։ Այն կհրապարակվի երրորդյա ժամկետում, եւ եթե Սահմանադրական դատարանի տեքստը լինի ընդհանրական, քաղաքացիները իրավունք կունենան այդ վճիռները բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ըստ իրավաբանի, խոսքը մեծածավալ գույքի մասին է, եւ Հայաստանը լուրջ ֆինանսական փոխհատուցումների խնդրի առջև է կանգնելու։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։